Լև գրուպ հաստաբանական գրասենյակը շնորհավորում է բոլորիս ամանորը և Սուրբ Ծնունդը, թող 2026-ը լինի պարզ, արդար և հաջողություններով լի տարի, ջերմ բարեմաղթանքներով Լև գրուպ հաստաբանական գրասենյակ։ Բարև ձեզ բարեկամներ, ավանդույթի համաձայն հերթական ուղիղ կապն ենք փորձելու հաստատել Միացյալ Նահանգներում գտնվող ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի հետ։ Իհարկե, ես հասկանում եմ բոլոր այն ունկնդիրներին, որոնք ամեն շաբաթ սպասում են այդ միացմանը։ Սիրելի բարեկամներ, մենք էլ աշխատում ենք հնարավորինս ձեզ ամփոփ ներկայացնել այն ամենը, ինչը այսօր տեղի է ունենում կապված Վարդան Ղուկասյան ազնվորության հետ։ Գիտեք, ես պիտի ասեմ, որ նախ հիշեցնեմ, որ մինչև պարոն Ղուկասյանի հետ միանալը անպայման նրանք, ովքեր չեն բաժանորդագրվել մեր ալիքին, անպայման դա արեք։ Դա շատ կարևոր է, հերթական անգամ կրկնում եմ։ Տեսեք, հիմա ինձ արդեն հուշում են, որ կապը Վարդան Ղուկասյանի հետ հաստատել է եւ ես անմիջապես օգտվեմ այդ առիթից եւ դիմեմ պարոն Ղուկասյանին։ Պարոն Ղուկասյանը, նախ բարև ձեզ, ինչպե՞ս եք։ Գիտեք, մենք անհանգիստ ենք, վերջապես մեր ունկնդիրն ուզում է իմանալ, երբ մենք ձեզ կտեսնենք լիակատար ազատության մեջ։ Մենք անընդհատ փորձում ենք այս կապակցությամբ ձեզանից ստանալ ինֆորմացիա, պիտի ասեմ, որ ձեր փաստաբանն էլ մեզ, ինչպես ասում են, միջև վերջ չի բացում խաղաքարտերը, չի ասում, թե երբ է ի վերջո ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահը հայտնվելու լիակատար ազատության մեջ։ Միգուցե դուք փորձեք այս տարեմուտի մեր վերջին հանդիպման ժամանակ ավելի լայն բացել փակագծերը, հավատացեք, որ ձեզանով հետաքրքրվողների թիվը գնալով էլ ավելի է շատանում։ Բարև ձեզ, պարոն Ղուկասյան, որ ասում եմ, լավ չասեմ, ինչ որ ասում եմ։ Ինչ վերաբերում է այս հետևին կամ իմ փաստաբանի տված տեղեկություններին, պարոն փաստաբանը տալիս այնքան տեղեկություն, որքան որ պետք կամ երբեմն որքան որ մենք գիտենք, դա մեկ։ Երկրորդը, մենք ոնց որ ասել ենք, կամ ինչպես հայտարարել է պարոն Բաղդասարյանը, մեզանից անհրաժեշտ ինչ որ պահանջվում է այդ երկրներ եւ այլն, մենք բոլորը ներկայացրել ենք։ Այն որոշակի մարդիկ ասում են ոտոգին կարոտ, ոտոգին սպասելու եւ այլն, տարի պարզը ոտոգին կարոտ մարդիկ կան, դոկին սպասող մարդիկ կան։ Այսինքն մարդիկ որ նա երկրներ։ Մենք դա ներկայացրել ենք։ Մեզից հասանելիքը ամեն ինչ հարված է։ Ես մենք սպասում ենք, բայց ես ոնց որ տեսնում եմ, ոնց որ հասկանում եմ, ուզում եմ արտահայտեմ հայտի ֆիլմի հայտի բարերով։ Նաջարյանը Օսման է դա։ Այստեղ Նաջարյանը ես չեմ, հասկանալի է, թե Նաջարյանը ով է։ Հիմա գնալը գտնվում է Նաջարյանների դաշտում։ Երկը բարեհաճեն գտակատաշեն, ես չգիտեմ։ Բայց հիմա նայած սրայից ուզում եմ ասել, որ հիմա գտնվել էլիտակ պրոֆեսորներ, ոչխարացիներ, անասունացիներ, որը որ բացակայնապես ոչինչ չհասկանալով օրենքի, բացակայնապես չիմանալով ինչա նշանակում դատու դատարան, ինչա նշանակում բողոքական փուլ, էլի պիտի լինեն, այնքան որ դիտում հավաքելու համար, ամբողջ աչալ, դոկին գերգելու ներկայացա, եսի մեջ, ասեք այնքան որ աուդիտորը հավաքել, դեմարը տավարի ծանոթներին բացատրեին, որ Վարդան Ղուկասյանի ամբողջ դատական պրոցեսը դեռ գտնվում է բողոքական փուլում, բայց չնայած դրան, որ գտնվում է բողոքական փուլում, մենք ասել ենք, ձեր երկիրներ ձեզ, ձեր ամեն ինչներ ձեզ, մենք ուզում ենք այդ հանք մեր երկիր, թողեք այդ հանք։ Ու հիմա սպասում ենք դրան, հիմա ես կրդի ոնց կրին, չգիտեմ, որոշակի անասուները դու խոսում եք, թե ինքը տարի նստելու է, այնտեղ մեկը չկա համիացի, ինչ է ուզում ասել, քոպ չատ հասկնդանը պարնաբար է, որ ինքը տարի նստի, որտեղ Ղուկասյանը խոպացակոչ չի, են մեկը հելում ասում է, թե Ղուկասյանը էմիգրացիոն տակակարն է, խախտել, մերակացելով Վարդան Ղուկասյանը էմիգրացիոն տակ չի խախտել, տավարի վաստակներ չի խախտել, ավելի Վարդան Ղուկասյանը 2025 թվականին ստացել է աշխատանքի իրավունք,
երբ այժմ Ամերիկայում ոչ մեկ չի ստանում։ Եվ առավել էլ եթե ցանկալ ստանում էլ 18-ից ոչ ավել։ Բայց մեծ տվել է 5 տարով։ Այսինքն այս իրավիճակն է։ Հիմա նաև մի հատ լավ ռուսական ասացված կասում է՝ «ի դերժակ դորոգը, ի բրատած ժանքը»։ Հիմա չգիտեք ինչ կլինի, համբերեք տեսնենք, բայց որ այս ամենը շատ շուտով կունենա վերջաբան, մենք հաստատ չի կարող ավել ձգվել։ Եվ մենք էլ թույլ չենք կարող ավել ձգվել։ Ինչ պետք է մեզնից տա, մենք հիմա սպասում ենք, որ այս երկրի թոզալը իշխանությունները ասեն այո կամ ոչ։ Ոչ դեպքում պիտի ասեն գնա բանը կոտուն մնաց տեղ, այո դեպքում պիտի ասեն ասես համարով գնա այն երկիրը որ սպասում է։ Հիմա մենք էլ սպասում ենք, որ շատ կերպ կլինի, շատ շուտով, իսկ կապա։ Պարոն Ղուկասյան, իհարկե շուտով նոր տարի է 2026 թվականը եւ մեզ բոլորիս հետաքրքրում է այսպիսի հարց. ինչ նոր հետաքրքիր ծրագրեր ունի Վարդան Ղուկասյանը նոր 2026 թվականին։ Մենք հաճույքով կուզենայինք լսել նաեւ ինֆորմացիա այդ մասին։ Գիտեք, շատ բան հաստատեցիք, ինչ ծրագրեր մենք ունենք։ Երբ որ կմենք ազատության մեջ ժամանակ մենք ծրագրերը մենք հասարակությանը կներկայացնենք։ Եվ չգիտեմ, որ կդոր ծրագրեր մասին ասոցականում, եթե նախընտրական ծրագիրն է դրա 70% ներկայացված է, եթե մնացած է ծրագիրն է, դա իհարկե արդեն գտնվելով ազատության մեջ մենք հասկանանք ով ումից է, ինչից է եւ այլն, եւ դրանից հետո որ մենք կասենք եւ կարտահայտենք, բայց բոլոր մեր ծրագրերը ծովափ են լինելով ամենը մեկ ուղղությամբ Հայաստանի Հանրապետությունը հնարավորինս արագ դերբազատել նախկիններից եւ ներկաներից, ինչպես նաեւ նրանց մնացորդներից, այդ հաշված են մանր մուներ վիճվածքները, բարեկամենաբուն իմաստով, որոնք որ ամեն կերպ փորձում են ինչ-որ մի կերպ թունավորել Վարդան Ղուկասյանի կամ նրա աջակիցների, հետևորդների, ընկերների կյանքը։ Այսօր եկեք ստացենք հարմար պահին, պարոն շրջան։ Դե եւ վերջին հարցը, քանի որ ասում եմ տարին ավարտվում է, ձեր ամանորի բարեմաղթանքները բոլոր այն մեր ունկնդիրներին, բազմահազարանոց ունկնդիրներին, ովքեր միշտ սպասում են նոր ինֆորմացիա Վարդան Ղուկասյանի առօրյա կյանքից։ Խնդրեմ, խոսափողը ձերն է։ Քանի որ մենք ձեր այս տարի հանդիպում ենք վերջին անգամ օգտվելով ձերոց հնարավորությունից ուզում եմ շնորհավորել ձեր բոլոր, մեր բոլոր ընկերների, հետևորդների, բարեկամների գալիք նոր տարին։ Վերջապես մենք գրողիցս ենք ուղարկում 2025 թվականը, որը որ շատ վատ տարի եղավ, շատ վատ դավանավան Միացյալ Նահանգներում ապրող հայ ժողովրդի համար, տեղի ժողովուրդը հասկանում են, ես ինչի նկատի ունեմ։ Եվ եկող տարին հուսով եմ կբերի միայն հաջողություն, առողջություն եւ ուրախություն իսկական հայ ժողովրդին, ոչ թե միայն կապուտ ազգագիր կրող հայ ժողովրդին, որովհետեւ այդ կապուտ ազգագիր կրողների մեծ մասը չէ հասկանում ով են իրանք։ Բայց ինչևից ուզում եմ ցանկացնել բոլոր հետևորդներին ապերություն, առողջություն, հայրենասիրություն եւ ամենակարևորը մեկը մյուսի նկատմամբ հոգատարություն, նորմալ հայերով, նորմալ։ Ոչ թե նույնիսկ կրկնում, թե ուղղությունը գնային տապտուկների մասին։ Իսկ առանձին ես անպայման իմ ամանորյա ուղերձը կհասցրագրեմ ամենայն հայոց ժողովրդին, ներառելով նաեւ դրանց մեջ պիտանի եւ ամենակարևորը գեր ավելի պիտանի բնամատկանց, ոչ պիտանների հետ մենք ողջ ունենք ոչանչա, եւ ևս մեկ անգամ հուսամ, որ դու տարին կլինի ավելի պրագմատիկ, ավելի բարի, ավելի հաջողված տարի, քան այս կարվախ 2025 թվականը, որը ոչ մի հաջողություն չբերեց նավարավանք Միացյալ Նահանգներում ապրող հայերին։ Շատ վատ տարի է, շատ վատ, թե քաղաքական գործիչների, թե բիզնեսմենների, թե հասարակ մարդկանց համար ստեղ գտնվող, այստեղ քիչ մարդ չի գտնվում, ոչ 1 միլիոն, ինչպիսին է Հայաստանում եւ Ռուսաստանում կամ Եվրոպայում ապրողների համար չգիտեմ, բայց ստեղի համար շատ վատ է։ Ես ցավերը հաշված ժամեր անց մենք վերջականապես կպատասխանենք այս վատ տարուց, որ եթե նման վատարի մեջ ես իմ կյանքի մեջ չեմ ունեցել եւ շատ է։
բոլորի գալիք նոր տարին շնորհալով շնորհակալներով ամենայն հայոց Վարդան Ղուկասյան։ Շնորհակալություն պարոն Ղուկասյան։ Շնորհակալություն մեզ հետ նորից ուղիղ կապ հաստատելու համար։ Շիրի բարեկամներ, մենք հերթական անգամ զրուցում էինք ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի հետ, ում հետ արդեն մեր հաջորդ հանդիպումը կկայանա 2026 թվականի առաջին շաբաթվա ընթացքում։ Իսկ այսօր այսքանով թույլ տվեք հրաժեշտ տալ ձեր բոլորին, մաղթել ամենայն բարին, մեկ անգամ եւս թող ամանորը բոլորիս համար լինի երջանիկ հաջողակ տարի, իսկ ամենակարևորը, որքան հնարավոր է շուտապույտ մենք տեսնենք Վարդան Ղուկասյանին լիակատար ազատության մեջ։